Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ուժեղացրել է օդային եւ ցամաքային սահմաններով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների շրջանառության վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոշ քաղաքացիներ օդային ճանապարհով ժամանել են Հայաստանի Հանրապետություն եւ իրենց հետ բերել են ընդհանուր 113 միլիոն կանխիկ Ռուսաստանի Դաշնության ռուբլի։ Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանից քերական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից այդ անձին կարգելանքի են վերցվել։ Բերվել են հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն, որտեղ էլ ձերբակալվել է։ Բացի այդ, պետքետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաեւ տեղեկություններ այն մասին, որ մի շարք քաղաքացիներ ժամանելով Հայաստանի Հանրապետություն իրենց հետ պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 միլիոն գումարի չափով կանխիկ ՌԴ ռուբլի։ Պարզվել է, որ ներմուծված կանխիկ գումարները արձեռն տրամադրվել են Երևան քաղաքում գործող արտարժույթի որոշ փոխանակման կետեր։ Կանխիկ գումարներ ներմուծած անձինք դրանք փոխանցել են Երևան քաղաքում գործող որոշ փոխանակման կետերի աշխատակիցների։ Վերջիններս էլ խախտելով արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի պահանջները, առանց համապատասխան ձևակերպումների եւ փաստաթղթավորման, կանխիկ ՌԴ ռուբլիները փոխանակել են ԱՄՆ դոլարների, որոնք էլ հետագայում արտահանվել են։ Տեղեկությունները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, վարչական պատասխանատվության հարցը քննարկելու եւ հետագա ընթացքը լուծելու նպատակով։ Կատարված վերլուծությունները հիմք են տալի ենթադրելու, որ ներմուծված կանխիկ արտարժույթը ոչ միայն առանց համապատասխան ձևակերպումների փոխանակվում է արտարժույթի կետերում, որը հետագայում արտահանվում է, այլ նաև առկա են հիմնավոր կասկածներ, որ նշված ստվերային գումարները ներդրվում են տնտեսության տարբեր ոլորտներում, նպատակ հետապնդելով թաքցնելու հարկվող իրական օբյեկտները։ Պետական եկամուտների կոմիտեն արտարժույթի առուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով զերծ մնալ խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցներ տեղափոխելու ու ֆինանսական գործարքներ իրականացնել բանկային փոխանցումների միջոցով, որոնք առավել անվտանգ եւ թափանցիկ են։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։